Ընդամենը 30%-ն է պարբերաբար օգտագործում ալկոհոլ, ինչը չես ասի գյուղերի մասին, որտեղ այդ թիվը կազմում է 70%։ Այլ կերպ ասած, եթե ձեր գյուղից վերցնենք 100 հոգի, ապա 70 նրանցից պարբերաբար օգտագործում են ալկոհոլ։ Ահա թե ինչու է Եվրոխորհրդի կողմից ստեղծվել հատուկ կոմիտե Հայաստանի գյուղերում ալկոհոլիզմի դեմ պայքար ծավալելու նպատակով։ Ահա թե ինչու եմ ես այսօր կանգնած ձեր առջև կարդում Բեկն ընդդեմ ալկոհոլի այս հետաքրքրաշարժ լեկցիան։ Այսքանով կարելի է ասել իմ այսօրվա ելույթը ավարտված է, եւ ելույթի վերջում ես կուզենայի բերել մի շատ պարզ եւ ակնառու օրինակ, որը ինքն իրենով ապացուցում է, որ անգամ բնությունն է դեմ ալկոհոլի։ Քանի որ ձեզային շատերը այստեղ անասնապահ են, ես օրինակը կբերեմ հենց անասունների վրա։ Հարցս այսպիսին է. եթե անասունի դիմաց դնեք 1 դույլ ջուր եւ 1 դույլ օղի, ապա անասունը որը կխմի։ Ասեք։ Պարզ չի, որ ջուրը կխմի։ Ճիշտ է։ Իսկ ինչու։ Որովհետև անասուն է, անասուն։